Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանի զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով։ Ուղերձում նշված է, վարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Իրանի ամուր կապերը կշարունակեն զարգանալ, գրանցելով նոր հաջողություններ։ Իրանի բարեկամ ժողովրդին էլ մաղթել է բարօրություն եւ հարատև խաղաղություն։ Մարտի 11-ին վարչապետը ելույթ կունենա Ստրասբուրգի լիագումար նիստերի դահլիճում, հայտնում է Եվրոպական խորհրդարանի կայքը։ Նշվում է, որ Փաշինյանի ուղերձը տեղի է ունենում Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ, որը ակնկալվում է, որ կուրվագծի երկրի արագ զարգացող հարաբերությունների հետագա ընթացքը Եվրամիության հետ եւ խաղաղության գործընթացը հարևան Ադրբեջանի հետ։ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է Բաքվի հետ տևական խաղաղության հասնելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանը եւ ապագայում Եվրամիության անդամակցության հնարավոր հայտին, ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Եվրամիությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է վարում Հայաստանի հետ, իսկ մայիսի 5-ին նախատեսված է Եվրամիություն-Հայաստան հատուկ գագաթնաժողովը։ Սա կլինի Նիկոլ Փաշինյանի երկրորդ ելույթը Եվրախորհրդարանում 2023 թվականին կատարած նախորդ այցից հետո։ Հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով շարժվում է Հայաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ռուսական հացահատիկի եւս մեկ խմբականակ է ուղարկվել։ Բեռնափոխադրման շրջանակներում Երևան է ուղարկվել 7 վագոնից բաղկացած գնացք, որը տեղափոխում է 488 տոննա ռուսական հացահատիկ։ Առաքումը կատարվել է Բալաջարայի կայարանից։ Ավելի վաղ փետրվարի 4-ին արդեն իրականացվել էր գյուղմթերքի նմանատիպ տարանցիկ փոխադրում։ Այդ ժամանակ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր տեղափոխվել 560 տոննա ռուսական հացահատիկ։ Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները պետական սահմանով։ Նախորդին հեռախոսազրույց են ունեցել Իրանի եւ Ադրբեջանի նախագահները։ Մասուդ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի եւ քաղաքական անձանց մահվան կապակցությամբ ցավակցությունների, նաեւ մարդասիրական օգնություն տրամադրելու մտադրության համար։ Նաեւ ընդգծել է, որ Նախիջևանի հարվածը կապված չէ Իրանի հետ եւ կհետաքննվի։ Իլհամ Ալիևն էլ կրկին ցավակցություն է հայտնել եւ նշել է միջադեպի մանրակրկիտ հետաքննության անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև համատեղ տնտեսական նախագծերի հեռանկարները։ Այժմ Իրանի շուրջ վերջին զարգացումների մասին տեսաշարով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ, ինչպես նաև վերջ դնել Հորմուզի նեղուցի դե ֆակտո արգելափակմանը։ Նա շեշտել է Ֆրանսիայի դիրքորոշումն այն մասին, որ Իրանի եւ ԱՄՆ-ի Իսրայելի միջև հակամարտությունը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով։ Մակրոնը նաև խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի առնչությամբ, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի ապակայունացնող գործողությունների առնչությամբ, որոնք ներկայիս ճգնաժամի հիմնական գործոններն են։ Կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու որոշումը կլինի փոխադարձ որոշում, որը կկայացվի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ միասին։ Այս մասին նա ասել է The Times of Israel-ի հետ հեռախոսային հարցազրույցում։ Ըստ պարբերականի Թրամփը նշել է, որ Նեթանյահուն հակամարտության ավարտի հարցում դերակատարում կունենա, սակայն վերջնական որոշումը կկայացնի ինքը։ Նա նաև ասել է, որ Իրանը կոչնչացներ Իսրայելին, եթե ինքը եւ Նեթանյահուն չլինեին։ Հարցին արդյոք Իսրայելը կարող է շարունակել պատերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե ԱՄՆ-ն որոշի դադարեցնել իր հարձակումները, Թրամփը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։ Մարտի 6-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կտևեն 4-ից 6 շաբաթ։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից զինված հարձակման հետևանքով սպանված Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ երկրի փաստացի ղեկավար Այաթոլլա Ալի Խամենեին փոխարինի նրա որդին Մոջթաբա Խամենեին։ Այաթոլլա Սայեդ Մոջթաբա Խամենեին դարձավ Իրանի առաջնորդը։ Փորձագետների խորհուրդը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ներկայացրեց Այաթոլլա Հաջ Սայեդ Մոջթաբա Խամենեին որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ, ասվում է հաղորդագրությունում։ Պաշտոնական
հաղորդագրությունից հետո իրանցիները դուրս են եկել փողոց նշելու նոր գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությունը։ Իրանի զինված ուժերն իրենց աջակցությունն են արդեն հայտնել Հանրապետության փորձագետների խորհրդի որոշմանը եւ հայտարարել են երկրի նոր առաջնորդին հավատարմության մասին։ Երկրի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդում է տվել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, պատրաստակամություն հայտնելով հետևել նրա հրահանգներին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Մեծարգո պարոն Հոսեյնի Խամենեի, ընդունեք սրտան շնորհավորանքներս Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ, ասվում է հաղորդագրությունում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է Թեհրանին անփոփոխ աջակցության եւ իրանցի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության մասին։ Պուտինը Մոջթաբա Խամենեիին ուղղված ուղերձում Իրանի վրա հարձակումը կրկին անվանել է զինված ագրեսիա։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի Սպահան քաղաքին, թիրախավորելով այնտեղ գտնվող անվտանգության ուժերին։ Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ նրա կազմի մեջ մտնող բասիջ ուժերի կողմից օգտագործվող բազային, ինչպես նաեւ Իրանի ոստիկանական կենտրոնակայանին։ Իր հերթին Իրանը հայտնել է Իսրայելի եւ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների դեմ ճշմարիտ խոստում 4 գործողության 30-րդ փուլի իրականացման մասին։ Ըստ Իրանի պետական հեռուստատեսության հարվածներ են հասցվել Ֆաթահ հիպերձայնային հրթիռներով եւ Խորեմշեհր 4 եւ Խեյբար գերծանր հրթիռներով։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից, մեղադրելով Թեհրանին հրթիռային եւ միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Բահրեյնի պետական նավթային ընկերությունը մարտի 9-ին ֆորս մաժոր է հայտարարել իր մատակարարումների համար այն բանից հետո, երբ Իրանի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել իր նավթավերամշակման գործարանում։ Ֆորս մաժորի հայտարարումը ընկերությանը թույլ է տալիս չկատարել իր պայմանագրային պարտավորությունները, արտակարգ հանգամանքներով պայմանավորված։ Հարձակումը տեղի է ունեցել մարտի 9-ին Մամիր բնակավայրում գտնվող գործարանում։ Պատճառվել է նյութական վնաս, տուժածների մասին չի հաղորդվում։ Մեկ այլ հարձակում է տեղի ունեցել Բահրեյնի Սիտրա կղզու շրջանում։ Ըստ երկրի առողջապահության նախարարության վիրավորվել է առնվազն 32 մարդ, այդ թվում նաև երեխաներ։ Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Թուրքիան Կիպրոսի հյուսիսում տեղակայել է 6 F-16 կործանիչ։ Տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու նպատակով։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ որոշումը կայացվել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին Կիպրոսի թուրքական հատվածի անվտանգությունը ամրապնդելու համար։ Նախարարության հաղորդագրության համաձայն կործանիչների տեղակայումը իրականացվել է փուլային անվտանգության ծրագրի շրջանակում։ Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կարող են ձեռնարկվել նաև լրացուցիչ միջոցառումներ, կախված տարածաշրջանում իրավիճակի զարգացումներից։ Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավի, որը ըստ ԱՄՆ հետախուզության թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը։ Հարավային նիզակ օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից։ Գործողության ընթացքում սպանվել է 6 թմրահաբեկիչ տղամարդ։ ԱՄՆ զինծառայողներից ոչ մեկ չի տուժել, ասվում է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարության հաղորդագրությունում։ 2025 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն 45 հարված է հասցրել Կարիբյան ծովում եւ Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում նավերի, որոնցով ամերիկյան հետախուզության պնդմամբ թմրանյութեր էին տեղափոխվում ԱՄՆ։ Հարվածների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 157 մարդ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք 30 միլիարդ 341 միլիոն դրամի վնասի վերականգնում դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ քննվող քրվարույթներով։ Դատախազի գլխավորությամբ կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, ամփոփվել են 2025 թվականի աշխատանքները։ Դատախազի տեղակալի խոսքով պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր
ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հարություն Փամբուկյանի եւ նրանց ընտանիքի անդամների կողմից կատարված հանցանքների վերաբերյալ քննվող ու մի շարք այլ քրեական վարույթների շրջանակներում։ Արամ Արամյանի տեղեկացմամբ նվազել են պաշտոնատար անձանց օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու դեպքերը։ Մասնավորապես 2023-ին արձանագրվել է 141 դեպք, 2024-ին 111, իսկ 2025 թվականին 87 դեպք։ Բացահայտումը, ինչպես եւ 2024 թվականին, կազմել է 100%։ Բոլոր ցուցանիշներով, դրական ցուցանիշներով մենք ունենք աճ։ Եվ եթե հետևեք 23 ու 24 թվականի համադրություններին, ապա կտեսնեք, որ աճը շատ հետևողական եւ կայուն է, եւ այս հանգամանքը եւս կարծում եմ մեզ բնորոշող հատկանիշներից մեկն է, որը որ մենք ուղենշել ենք մեզ համար որպես հետևողական աշխատանքի դրսևորում, նույն տրամաբանությամբ նաև հանրությունն ընկալում է մեր հետևողականությունը եւ զգույշ քայլերով գնահատում մեր աշխատանքը։ Մենք ցանկանամ, որ այս տարի տեղերում եմ ասել, մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնենք հանցագործությունների կանխման աշխատանքներին։ Ես հասկանում եմ այնտեղ օրենսդրական փոփոխությունների կարիք կա մի փոքր, որ մենք աշխատանքներ կտանենք, որպեսզի ավելի լիազորությունները կայուն լինեն դատախազության այս ոլորտում, բայց ես կցանկանամ ընդգծել, որ դատախազության հեղինակությունն էլ այս պահին լրիվ բավարար է այս կանխման աշխատանքներում ներգրավվածության եւ ավելի հետեւողական լինելու համար։ Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կատարած առանձնապես խոշոր չափի գողության դեպքը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հանցավոր կազմակերպության անդամները մարտի 3-ին մուտք են գործել Սպիտակ համայնքի բնակարաններից մեկն ու գողություն կատարել։ Պարզվել է նաև կազմակերպության մեկ այլ անդամի ինքնությունը, որը տուժողի հետ մտերիմ լինելով, նախապես իմանալով բնակարանում գումարի, թանկարժեք զարդերի եւ այլ իրերի մասին, տեղեկություններ է տրամադրել հանցավոր կազմակերպության անդամներին, նաև նախապես ընտրել փախուստի համար հավանական ճանապարհներ։ Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ տնային կալանքն ու բացակայելու արգելքը։ Հանցավոր կազմակերպության անդամները նախկինում նույնպես կատարել են տարբեր հանցանքներ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ հանցավոր կազմակերպության կողմից կատարված արարքները բացահայտելու եւ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։ Գեղարդավանքից կատարված գողությունը բացահայտվել է։ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողությունը կատարել են 56-ամյա եւ 55-ամյա տղամարդիկ, որոնք գանձանակի դուռը բացել են հարմարեցված բանալիով, պոկել կապարակնիքը, հանել գումարը, ապա հետքերը թաքցնելու նպատակով սոսնձել են կապարակնիքը, վերականգնելով գանձանակի տեսքն ու դիմել են փախուստի։ Մանրամասները տեսանյութում։ Փետրվարի 26-ին ոստիկանությունը ահազանգեստացվել այն մասին, որ 2 օր առաջ ժամը 9:15-ից մինչև 9:35 ընկաժամանակահատվածում անայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք եւ գանձանակից հափշտակել մոտ 1 միլիոն դրամ։ Մեկնել են համայնքային ոստիկանության գառնու բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ գողությունը կատարել են 56-ամյա եւ 55-ամյա տղամարդիկ, որոնք գանձանակի դուռը բացել են հարմարեցված բանալիով, պոկել կապարակնիքը, հանել գումարը, ապա հետքերը թաքցնելու նպատակով սոսնձել են կապարակնիքը, վերականգնելով գանձանակի տեսքը եւ դիմել փախուստի։ Համայնքային ոստիկանության գառնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին 56-ամյա տղամարդը ձերբակալվել եւ խոստովանել է կատարածը։ Մյուս տղամարդը ձերբակալվել է մարտի 4-ին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Շարունակենք, քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Պատգամավորը նշել է, որ դեռ չեն որոշել մասնակցության ձևաչափը։ Բանակցում են որոշ կուսակցությունների հետ, նախապատվությունը տալիս են ընտրություններին դաշինքի ձևաչափով մասնակցելուն։ Աղազարյանի կարծիքով ընդդիմադիր դաշտում առաջատարը մեր ձևով շարժումն է, հետևաբար լուրջ այլընտրանքային տարբերակ իշխանությանը, ինչ կարող է տեղի ունենալ, հնարավոր սցենարներ է առաջ քաշել Աղազարյանն ու նշել, որ շարժումն իրեն ոչ ադեկվատ է պահում։ Մեր ձև շարժումը իրեն չի պահում ադեկվատ, ստեղծված քաղաքական իրավիճակին, որովհետև իրանք լինելով հաջողակ բիզնեսի ներկայացուցիչներ, դա չի նշանակում, որ դեռ իրանք լավ
ուժեղ քաղաքական գործիչներ են։ Դա միանշանակ մեկը մյուսից չի բխում։ Լավ է, որ լավ բիզնեսմեններ են, հաջողություններ ունեն, լավ ծրագրեր ունեն, դա շատ լավ է, բայց քաղաքական իմաստով իրանք իրաց պատկերացումները մի քիչ շատ է շապավազացած են եւ ամբիցիոզ։ Ամբիցիա ունենալը վատ բան չի, բայց դրանց կառավարելը շատ կարեւոր է։ Ինչ են ուզում իրանք։ Իրանք ուզում են լինեն կինոյի տղեն եւ դևին իրենք սպանեն։ Մենք ենք դևին սպանողը եւ սպանում։ Չեք կարող, միայնակ չեք կարող։ Դևը ուժեղը։ Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է Արտաշավան Սաղմոսավան 700 մմ-անոց ջրատարը վայրկյանում 70 լիտր ջրակորստով։ Այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիք, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը։ Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ եւ տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ։ Քանի որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է, Վիոլիա ջուրը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապահովի այլընտրանքային ճանապարհով։ Ընկերությունը խորհուրդ է տալիս հետևել էջին աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար։ Քարաթափում Կարփիի ձորում դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբեր, պարզվել է, որ ձորում տարբեր մեծության ժայռաբեկորներ են թափվել։ Եվ հանրապետության տարածքում վաղը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-ից 4 աստիճանով, իսկ մարտի 11-ից աստիճանաբար կբարձրանա 3-ից 6 նիշով։ Այսքանն էինք նախատեսել այս ժամի համար։ Եվրոպայի տարբեր քաղաքներում Իրանի շուրջ զարգացումների առիթով ցույցեր են։ Թողարկումից հետո դիտեք իմ գործընկեր Ռաֆայել Մնացականյանի անդրադարձն Ավստրիայից։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։